Գիրք Առակաց Գլուխ 31 Իմ խոսքերն ասված են Աստծո կողմից, իբրև թագավորին ուղղված պատգամ, որով նրան խրատել է իմ մայրը։ Դե ինչ, որդյակ, Աստծո խոսքեր են, անդրանի կտիմ, քեզ եմ ասում, որդի։ Դե ինչ, որդյակ, իմ որովայնի պտուղն ես, դե ինչ, որդյակ, իմ ուխտերի զավակն ես։ Քո հարստությունը մի տուր կանանց և ոչ էլ քո միտքն ու կյանքը հետին խորհուրդների։ Մտազված գործիր ամեն բան և խոհեմությամբ խմիր գինի։ Մեծամեծները բարկասիրտ են, թող գինի չխմեն, որպեսզի չհարբեն ու մոռանան իմաստությունը և չկարողանան տկարին ուղիղ դատել։ Ըմպելիք մատուցեցեք վշտացածներին, գինի տվեք ըմպելու տառապյալներին, թող խմեն ու մոռանան իրենց աղքատությունը և թող չհիշեն իրենց ցավերը։ Աստծո խոսքով բաց քո բերանը և ողջամտությամբ դատիր բոլորին, քննիր և տարբերիր աղքատին ու խեղճին, թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից։ Ամուսնու սիրտը վստահ է նրա հանդեպ և իր ունեցածը երբեք քամու չի տրվի։ Ողջ կյանքում նման կինը գործակից է լինում ամուսնուն բարիքների և ոչ թե չարիքների մեջ։ Բուրդ և կտավ ձեռք բերելով նա իր ձեռքով պիտանի հանդերձներ է պատրաստում և ինչպես շահությամբ նավ նա հեռվից ժողովում է գանձերը։ Նա ոտքի է ելնում արշալույսին, տնեցիներին կերակուր է տալիս և գործի է դնում նաժիշտներին։ Թե գեղեցիկ հանդ է տեսնում, գնում է այն և իր ձեռքի վաստակով մշակում է հողը։ Իր մեջքին պինդ գոտի կապած նա թևերը մխրճում է գործի մեջ և ճաշակում է աշխատանքի քաղցր հաճույքը և ողջ գիշերն էլ չի հանգչում նրա ճրագը։ Ձեռքը միշտ իր օգտին մեկնած նա առանց ձանձրույթի իր մատներով իլիկ է մանում։ Նա ձեռքը բաց է աղքատների համար և նա բաժին է տալիս խեղճերին։ Նրա ամուսինը, եթե ինչ-որ պատճառով ուշանա էլ, չի մտահոգվում տան համար, որովհետև գիտե, որ եթե տանը ցուրտ է, կինը կրկնակի հագուստ է հագցրել բոլորին։ Նա բեհեզ և ծիրանի է գործել ամուսնու համար և իր համար ծածկոցներ։ Նրա ամուսինը հայտնի մարդ է դրսում, երբ նստում է ժողովրդի մեջ երկրի բնակիչների ու ծերերի մեջ։ Կինը կտավ է գործում ու վաճառում և ծածկոցներ է ծախում քանանացիներին։ Ուժ ու վայելչություն զգեցած նա պիտի ուրախ լինի իր վերջին օրերին։ Նա չափով և իմաստությամբ է բացում իր բերանը և սահման է դնում իր լեզվին։ Պարկեշտ են նրա տան ճանապարհները, և նա դատարկապորտությամբ հաշ չի կերել։ Իր ողորմածությունները ոտքի են կանգնեցնում իր որդիներին և մեծացնում։ Նրա ամուսինը գովում է նրան ասելով. «Շատ դուստրեր հարստություն ձեռք բերին, շատերն էլ խստագործություններ կատարեցին, բայց դու գերազանցեցիր նրանց և անցար բոլորից։ Քո մեջ կանացի կեղծ բարեհաճություն չկա և ոչ էլ սին գեղեցկություն։ Արդարև իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծո երկյուղ կրողներին, դուք էլ նրա շուրթերի պտղիցը պատիվ տվեք նրան և թող նրա ամուսինը գովաբանվի դրսում։ Քանզի եթե մարդուս ճամփան բաց է նրա հայացքի առջև, ապա նա հաջողություն պիտի գտնի հավիտյանս հավիտենից»։